Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Մինչև հայկական կողմում խաղաղության քարոզն է թևածում, Բաքվից դարձյալ հոխորտանքներ ենք լսում, Ալիևը դարձյալ իրեն չի զսպում։ Մի քանի օր առաջ ակլոր էր կտրել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը գործածել։ Զանգեզուրի միջանցքի բացումն արդեն հաստատել է ԱՄՆ նախագահը, իսկ անվանումը կարող է փոխվել, սակայն էությունը մնում է նույնը։ Աշխարհը խառն է, Ալիևը կայուն իր պնդումներում, մասնագետները կանխատեսում են, որ նա չի հրաժարվելու իր ռազմավարությունից։ Նրա պատկերացմամբ Սյունիքի տարածքով ճանապարհի այնպիսի ռեժիմ է նախատեսվում, որը Հայաստանի ինքնիշխան իրավազորության էական սահմանափակում է ենթադրում վերահսկողության ու անվտանգության ոլորտներում։ Ավելի պարզ Ալիևն ասում է, անվանումը միջանցք ճանապարհ ուղի չի փոխվում բովանդակությունը։ Ճանապարհը պաշտոնապես կոչվել է TRIP, որը նույնն է թե Թրամփի ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար, բայց Ադրբեջանը համառորեն շարունակում է կիրառել Զանգեզուրի միջանցք եզրույթը, ընդգծելով իր ախորժակը, որ Հայաստանի ինքնիշխանության այդ տարածքում էական սահմանափակումներ կունենա։ Ալիևը պահը բաց չի թողել, Թրամփին էլ ռևերանսներ է անելու, ասել է Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է։ Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են և նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն են արտահանվում Հայաստան։ Նա դիվանագիտական հնարքներ է բանեցնում, գովաբանում է Թրամփին ու հնդածս միջանցքային իր ռազմավարությունն է առաջ մղում։ Դա ես հոխորտալ եմ համարում։ Իրենք, այսինքն, այնքան էլ դեռևս կողմ չեն այն ամենին, ինչ Միացյալ Նահանգների նախագահը երկու նախագահների Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ համաձայնագիր ասեմ, խաղաղության հռչակագիր ասեմ, ստորագրելուց հետո հարցը դրանով ուրեմն ուզում են ավարտած լինել։ Իրենք այլ կերպ են բնականաբար հասկանում այդ միջանցքը։ Մենք գիտենք ինչպես հասկանալ այդ միջանցքի էությունը, այնուամենայնիվ այդ հոխորտանքը թող պահեն իրենց։ Ալիևյան նարատիվը ակնհայտորեն հակադրվում է հայկական կողմի դիրքորոշմանը, Երևանը բազմիցս է բարձրաձայնել ինքնիշխանության պահպանման, սուվերեն երկրով անցնող ճանապարհների բացման անհրաժեշտության, միջազգային նորմերի պահպանության ու պաշտպանության մասին։ Ալիևն իր այս ճանապարհին մենակ չէ, Բաքվի տանդեմի զույգը Անկարան էլ լուրջ չէր այս օրերին։ Էրդողանը նախ բողոքեց Թուրքիայի հիմնական ընդդիմադիր ժողովրդի հանրապետականներից, թե 44-օրյայի պատերազմի ժամանակ մեջբերում երկրի թշնամիները Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար, հետո էլ զարկ է տվել երևակայությանը, իր ընդդիմադիրների ու հայկական սփյուռքի վերաբերյալ դավադրության տեսություններ է հյուսում։ Սրանք նույն մարդիկ էին, ովքեր հայկական սփյուռքի հետ դավադրությամբ դեմ էին մեր կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությանը Ղարաբաղում 44-օրյա հայրենական պատերազմի ժամանակ։ Չեմ հավատում դրան, որ իրենք պիտի միանային, ուրեմն սփյուռքահայերը գործը համագործակցեն Թուրքիայի հետ, դա ես իմ աչքով տեսնեմ չեմ կարող հավատալ։ Որքան էլ մասնագետները անհեթեթություն համարեն թուրք ընդդիմադիրների հետ հայկական սփյուռքի գործակցությունը, միևնույն է, Ալիևն ու Էրդողանը նույն կերպ, նույն ձեռագրով համարում են իրենց պնդումներում։ Ավելին, խաղաղության խաղը բռնած հայտարարում են, թե համաշխարհային զարգացումներ են ընթանում այն ուղղությամբ, որ յուրաքանչյուր երկինք պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը ու անվտանգությունը։ Ալիևը ուղիղ է ասում, ժամանակակից աշխարհում այլևս գոյություն չունի միջազգային իրավունք կոչվածը, թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն, եւ ուրեմն այս համապատկերում ուր է գնում խաղաղության օրակարգը։ Հայաստանում արդեն մի քանի օր է գործում է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առողջապահության նախարարը Facebook-յան էջում գրել է, որ հունվարի 1-ից հունվարի 5-ը համակարգով արդեն գրանցվել է 2285 այց։ Նախարարը նաև հավելել է, թե իր կառավարած գերատեսչության թեժ գծի, Զանգերի կենտրոնի բուժաշխատողների ներգրավմամբ Տելեգրամյան խմբի միջոցով մշտական կապ է պահպանում քաղաքացիների եւ բժշկական կազմակերպությունների հետ, ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու եւ ճիշտ ուղղորդելու համար։ Այս օրերին սակայն տեղեկություններ էին հրապարակվում, որ բժշկական կենտրոններում հիմնականում անպատրաստ են նոր համակարգի աշխատանքին։ Աշխատանքային վերջին օրը 2025 թվականի, դա դեկտեմբերի
30-ներ կազմակերպություններին դիմելու ձևաչափը տրվում է, որ կազմակերպությունները դիմեն ու մտնեն ապահովագրական համակարգ։ Շատ արագ առանց ընկալելու ինչ են անում։ Քաղաքացիների գերակշիռ հատվածը տեղյակ չէ, թե ի վերջո որ ծառայություններն են անվճար, որոնց համար պետք է վճարեն, իսկ որ դեպքում է գործում համավճար 50 քաղաքացին 50 պետությունը։ Ըստ այդմ հստակ չէ բժշկական կենտրոնը, որը մերժում է այս կամ այն ծառայությունն անվճար մատուցել, վստահեցնելով, որ դա ապահովագրության մեջ ներառված չէ, խաբում է նրան, թե ոչ։ Տարվա մեջ 9-րդ շտապօգնության կանչը արդեն խնդրահարույց է, միայն հատուկ դեպքերում է պետք լինելու ապահովագրության շրջանակներում։ Օրինակ 78 տարեկանից բարձր քաղաքացիները էնդովասկուլյար միջամտություններից չեն օգտվելու։ Օրինակ 3 ստենդից ավել կորոնար անոթների ստենդավորման 4-րդ ստենդը արդեն լինելու է վճարով եւ այլն։ Այս մի քանի նման բաներ առանձնահատվել կան, բայց օրինակ մենք չգիտենք համավճարի չափը։ Առողջապահության ապահովագրության համակարգի հապճեպ ներդրման հետևանքով բժշկական կենտրոնները պետության հետ պայմանագրեր չեն էլ հասցրել կնքել, նշում են մասնագետները, այսինքն հիմա կոպիտ ասած ամեն ինչ արվում է ջենտլմենական համաձայնության կանոններով։ Այդ պայմանագիրը պետք է ունենա հավելված, որ ցանկացած բժշկական կազմակերպություն հասկանա, թե ինքը որ ծառայություն է, ինչ սկզբունքներով եւ ինչ շրջանակներում է իրականացնելու չունեն այդ պայմանագիրը։ Եթե չունեն պայմանագիր, նույնիսկ եթե ընդառաջ են բանավոր նրանց հանձնարարվի, որ իրականացնեն ծառայությունների մատուցումը, շատ հեշտությամբ հիմնադրամը կհրաժարվի հիմնադրամը կատարած ծառայությունների համար բժշկական կազմակերպությունների փոխհատուցում իրականացնել։ Քաղաքացիները նաև տեղյակ չեն, ի վերջո դեկտեմբերի աշխատավարձից որքան գումար է պետությունը գանձելու, ուր են գնալու այդ փողերը եւ ով է դրանք տնօրինելու։ Մինչև հունվար ամսվա 20-ը գործատունները իրանց այն վարձու աշխատողների համար, ովքեր կհանդիսանան ապահովագրական վճարողներ, դա 200,001 դրամից սկսած աշխատավարձ ստացողներն են, պետք է պահեն եւ համապատասխան հիմնադրամի համապատասխան հաշվի համարին վճարեն, մեկ աշխատողի հաշվարկով 4800 դրամ, իսկ 6000 դրամը վճարում է պետությունը։ Մնացած 4800 դրամից եւս 4500-ը այսպես ասած զեղչվելու է, քանի որ զինապահ նույն ինքը 1000 դրամների հիմնադրամին փոխանցվող ամսական գումարը 5500 դրամից նվազել է 1000-ի, տնտեսված 4500-ը ուղղվելու է առողջության հիմնադրամ, այսինքն 200-ից 500,000 դրամ վաստակողների աշխատավարձից 300 դրամ է փաստացի ավելի գանձվելու։ Կամ ինձ, որը կհետաքրքրի երևի մի քանի տեղ աշխատող անձանց, ովքեր այդ մի քանի տեղով կլինեն ապահովագրական վճարողներ, հիմնադրամը փաստորեն առողջության ապահովագրության այսօր վերցնում է անձանցից գործատուների միջոցով հավաքագրվող այդ վճարները եւ պատրաստակամություն է հայտնում փաստորեն ավել վճարած գումարները հետ տալ միայն հաջորդ տարվա ընթացքում։ Կա կարծիք, որ այս համակարգի հապճեպ ներդրման պատճառները քաղաքական են, մասնավորապես գալիք ընտրությունները։ Բացի այդ 1000 դրամների հիմնադրամ գնացող եւ քաղաքացիներից ներգրավվելիք գումարները պետությունը պարզապես փորձելու է խնայել բյուջետային միջոցները։ Այս նա հիմին որ մոտիկ ասում եմ, այսի խմելու ջուրն է, այսի։ Սա որ փագել են սառելու հետևանքով։ Նոր տարին Աբովյան խոշորացված համայնքի Մայակովսկի բնակավայրի մոտ 60 տան բնակիչ դիմավորել է առանց խմելու ջրի։ Ջրի խողովակն ամսի 30-ին էր սառել։ Սկզբում ըստ քաղաքացիների վեոլյա ջրից չեն պատասխանել, հետո էլ հորդորել են գյուղապետարան դիմել։ Ամեն բացել փակելու ջանգաջուր է գալի, միշտ դիմել ենք, ասել են նորմալ ջուր կտանք, միշտ սպասել ենք, բայց էսի արդեն տարերար վիճակ է։ Ինչքան մեր ուժերով հնարավոր էր բացել ենք, բայց այս գետի մեջը տեխնիկա է պետք, անդունդա, ձորա։ Տեխնիկա է պետք, թո տեխնիկա տրամադրեն, մենք մեր ուժերով էլի կշարունակենք բացելը, մինչև գարունը բացվի մեզ նորմալ ջուր տա։ Այն, որ բնակիչները ջուր չունեն, դա հարցի մյուս կողմն է, հավաքվածները հատկապես կարևորում են ջրի կորուստը, պատասխանատուներին հրատապ քայլեր ձեռնարկելու կոչ անում։ Հիմա խնդիրը այս ձորի մեջի բացելն է, որ տեխնիկա է պետք։ Այս խմելու ջուրը sense գնում կորում է։ Մեծ ասակ մարդը նշում էր, որ այստեղ 2 տարի է անընդհատ ասում են ինչ որ տենդերա շահ է եւ գալու է ջրագիծը անցկացնել, բայց չկա։ Զանգում ենք իրենց, ոչ մեկը չի գալու։ Հնարավորություն ունենք ստանալու, այն մի գծից կարան ջուր տան մեզ։ Այն գծից կարան մեզ ջուր տան, որ արամուսից գալիս է։ Չեն տալի։ Այն տունը ստանում է այդ ջրից, այն ներքևի տունը։ Բայց այս 60 տունը Կարան ընդեստան, ամենահեշտ Վեոլյա ջուր ընկերությունից հորդորել են համայնքապետին դիմել։ Հավաքվածներն էլ այս կերպ Կոտայքի մարզպետին են դիմում, խնդիրը հիմնովին լուծելու համար։ Նախնականով հոսանքի լարերից է, չէ՞ եղել։
Տատանումներից է եղել հոսանքի, հա։ Նոր Խարբերդ բնակավայրի տներից մեկում հունվարի 6-ին հրդեհ է բռնկվել 18-րդ փողոցի 25 տանը առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են ընտանիքի անդամները, հարևանները, հետո արդեն Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները։ Կրակը այստեղից է բռնկվել։ Այստեղից բռնկվել է ու տարածվել է։ Տան գույքի մեծ մասը մոխրի է վերածվել, որոշ գույք էլ դարձել է անպիտան։ Մոխրի է վերածվել նաև տանտիրոջ Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված 31-ամյա Անդրանիկ Գևորգյանի փառքի անկյունը, մնացել է միայն լուսանկարը։ Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ցավոք տունը տեսնում եք ամբողջությամբ դարձել է ոչ բնակելի, ոչ թե պատերը փլվել է, առաստաղը փլվել է, այլ պարզապես ամբողջ գույքը այրվել է, մեծ մասը վերածվել է մոխրի, մի մասը կարողացել են տանտերերը, բնակիչներով, հարևաններով, փրկարարներով դուրս բերել։ Ընդեղ էլա, չէ, սենյակ։ Բայց այն էլի ծուխ ման վնասվել է։ 3 անչափահաս ընդհանուր տունը, չէ։ Հիմա 11-ամյա Դանիելը, 4-ամյա Անդրանիկը, 7-ամյա Էլենը, Թոշակարու հայրը եւ ընտանիքի մյուս անդամները ստիպված են գիշերելու բարեկամների տներում, մինչեւ կկարողանան լուծել առաջին անհրաժեշտության պարագաների խնդիրը։ Խնդրանքով դիմում ենք բարեգութ մարդկանց, որպեսի օգնության ձեռք մեկնեն հերոսի ընտանիքին, թեպետ ինձ հետ առանձին զրույցում հերոսի ընտանիքի անդամներն ասում էին կարիք չկա, մենք մեր ուժերով նորից տունը կկառուցենք, գույքը ձեռք կբերենք, բայց դա անկեղծ խնդրանք, թե իմ կողմից, թե նաև հարևանների կողմից, որ իրոք հենց այս ընտանիքին պետք է օր առաջ օգնության ձեռք մեկնել։ Տեղում էին ոստիկանության պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի առաջին վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Բազմանդամ ընտանիքը օգնության կարիք ունի, քանի որ ոչինչ չի մնացել տնից։